Միքո։ Ինչ արիշ-վերիշների մեջ ես եղել ժամանակին, որը գալիս մեզնից են հաճոտ ուզում։ Դու էլ հրեշտակը սպասի։ Հեսա 4 ժամից հասնում եմ։ Երես, որ քո զանգը լսում եմ, ինչքան դարդ ու ցավ ունեմ, մոռանում եմ, գիտես, չէ՞։ Աստված չանի դու դարդ ու ցավ ունենաս տղես։ Մերս։ Կարող է գաս գնանք միասին ճաշենք, համ էլ դարդ ու ցավդ կպատմես։ Այսօր չէ, ցավդ տանեմ։ Դու գիտես, որ ուր ասես քո հետ կգամ, բայց այսօր չէ, լավ։ Ինչի է, ինչ լուրջ գործեր ունես։ Քեզանից բան չեմ կարա պահեմ, մամ ջան, գնում եմ Թբիլիսի։ Ինչ է եղել, ինչի համար ես գնում, կլինի մենակ տենց հեռու ճանապարհ չգնաս։ Մամ ջան, դուրս եմ եկել հետքներին։ Գնում եմ Անգելինայի հետևից։ Դե իրանք էլ ուրիշ հերոսյանում չգիտեն, ճամադանները հավաքում ու փախնում են։ Դե գիտես, փախնել ամենահեշտ բանն է։ Չէ, ես քեզ խնդրում եմ, մենակ այդ հեռու ճանապարհը մի գնա, ուզում ես արի իմ հետևից, ես էլ քո հետ կգամ։ Մամ ջան, ես շատ կուզեի, որ մենք իրար հետ ճամփա գնայինք, բայց քեզ այդ վիճակում երկար ճանապարհ գնալ չի կարելի։ Ես հղի եմ, հիվանդ չեմ։ Այ ապրես, այ տենց առողջ մնալու համար։ Մամ ջան, դու ուղղակի ոչ մեկին ոչ մի բան մի ասա, ես էլ քո հետ անընդհատ կապի կլինեմ։ Կարևորը դու իմացար։ Լավ, դե զգուշ կլինես։ Լավ, մամ ջան։ Պարոն Շախունդ, ցերեկվա ժամը 4-ի համար գտել ենք չվերթ։ Ուղղությունը կճշտենք ավելացնենք։ Ես հեսա տվյալները կփոխանցեմ, արագ ձևակերպեք։ Ինչ-որ շատ երկար ես պատրաստվում։ Ինձ էիր ասում, բայց ոնց որ տես էլեգանտ հոթելը քեզ ավելի շատադուր եկել։ Անձնագիրդ։ Անձնագիրս ինչ ես անում։ Երկարացնում ես, ճանապարհում եմ քեզ։ Գնում ես շատ հեռու երկրներ, տաք երկրներ։ Ավելի շուտ չգիտեմ, գուցե եւ սառը երկիր։ Անկամ ուղղությունը չգիտես թե։ Ինչպես միշտ, անհասցե եւ անհայտ։ Քո տեղը մենակ ես պիտի իմանամ, եւ վերջ։ Նույն երգն ես երգում, ռեպերտուարդ չի փոխվել։ Շատ լավ է, որ ճանաչում ես, անձնագիրդ։ Քանի փոքր են, փոքր հոգս են, մեծանում են, դառնում են մեծ հոգս։ Ու ինչի են այդ երեխեքին խանգարում, ինչի չեն թողնում երջանիկ լինեն։ Այ ժամանակին նույն ձևով էլ ինձ խանգարեցին։ Դրա համար ես մինչև վերջ պայքարելու եմ Հենրիիս համար։ Չեմ թողնելու, որ իրան էլ խանգարեն։
Օտար ճանապարհների օտար սերեր չեմ ուզում։ Ես քեզ եմ սիրում, Հենրի, իմ առաջին ու վերջին սեր։ Ոչ տարիները, ոչ հեռավորությունը, ոչ մի բան չի կարա մեզ բաժանի։ Աստված իմ, թող որ քո կամքը լինի, դու ինձ ուշ տուր դիմանալու։ Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղեցի անուն քո եկեղեցի արքայություն քո, եղեցին կամք քո, որպես երկինից եւ երկրից զոծ մեր հանապազոր տուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեզ, որպես եւ մենք թողunk մերոնց սպարտապանած, եւ մի տաներ մեզ իր փորձություն, այլ փրկյազ մեզի չարեմ, զի քո արքայություն եւ զորություն եւ փառքավետյանս հավետանից ամեն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարի գալուստ մեր խանութ, ինչով կարող եմ օգնել ձեզ։ Շնորհակալ եմ։ Ես վաղուց եմ օգտվում ձեր խանութից եւ իմ ամբողջ խանութի սպասքը ձեր խանութից է։ Ասեմ, որ շատ գոհ եմ։ Գիտեք, մի քանի պակաս բաներ ունեմ, դրանք էլ եմ ուզում ձեր խանութից վերցնել։ Շնորհակալ եմ մեզ գնահատելու համար։ Ունենք խոհանոցային տեխնիկայի լայն տեսականի։ Եկեք ուղեկցեմ ձեզ։ Շնորհակալ կլինեմ։ Այսա կվերցնեմ։ Մեր տանգույններին հաստատ կսազի։ Իրականում շատ հարմար են եւ անհրաժեշտ խոհանոցի համար, իսկ ձեր ընտրությունը հիանալի է։ Տեսնեք, օրը մի անհրաժեշտ ու հետաքրքիր իրեն ստեղծում։ Աշխարհը այսօր այնքան արագ առաջ գնում։ Պիտի հասցնենք։ Համամիտ եմ, մոտենանք վճարումը կատարենք։ Լավ։ Գործում է նաև 1 տարի երաշխիք։ Շնորհակալ եմ։ Համեցեք, դες լավ օր։ Շնորհակալություն։ Բարև ձեզ։ Բարև։ Ես գնամ բժշկին պիտի տեսնեմ։ Քեզ թարմ հյութեր եմ վերել, սեմ։ Գնում եմ ըստ։ Շնորհակալ եմ, որ եկար։ Շնորհակալ լինելու կարիք չկա, սեմ։ Իհարկե պետք է գայի։ Դու ավելավա ասա ոնց ես։ Բժիշկներն ինչ են ասում։ Դե լավ եմ, դժվարություններն անցյալում են։ Դժվարությունները հաղթահարելու համար են։ Դե հաղթահարում ենք հատկապես այն ժամանակ, երբ մեր ներսում ապրելու համար սեր ենք ունենում։ Կյանքի շարժիչ ուժ։ Եթե անգամ այդ սերն ու իմաստը չկա, սեմ, կյանքը ինքնին շարժիչ ուժ է։ Ուժ է տալիս պայքարելու ու ապրելու։ Բայց առանց սիրելու այս կյանքը կյանք չի։
Սուրճ եմ բերել, որ խմենք։ Շնորհակալ եմ շատ, Մերի ջան։ Բայց ես արդեն գնամ, դու էլ շուտ առողջացես եմ։ Շնորհակալ եմ, որ եկար։ Իսկապես, շատ շնորհակալ եմ։ Շատ լավ աղջիկը։ Շատ։ Միշտ այստեղով անցնելիս երազել եմ մտնեմ այս խանութից մի բան առնեմ։ Լույս խանութից, լույս առնեմ, տանեմ տունս լուսավորեմ։ Շատ լավ ստացվեց։ Բայց ինչի մենակ տունս, սիրտս էլ պիտի լուսավորեմ։ Չէ, այսօր հետ օրնա հաստատ մի բան պիտի առնեմ։ Բարև ձեզ։ Ինչով կարող եմ օգնել։ Ճիշտ ասած, ուզում եմ լույս տանեմ տուն, սիրտս փառավորվի։ Իրականում ինձ ջահ է պետք։ Կօգնեք ինձ այդ։ Իհարկե։ Այս շատ սիրուն է, փայլում կարևոր է։ Իդեպ մի ամսյակն ամփոփում ենք զեղչերով 25-ից 70%։ Վայ, շատ լավ է։ Դե ուրեմն եկեք գնանք սրա մի քիչ փոքրը տվեք։ Հաստատ վերցնում եմ։ Չես հավատա, բայց շնչառությունս բացվել է։ Բա ինչ կանի, քո քաղաքում ես, քո ծննդավայրում ես, շունչդ կբացվի։ Մի քանի օր ու Անգելինայիս կյանքը կփոխվի։ Ինձ մի տեսակ շատ վստահ ես խոսում։ Իսկական վայելք է ես գինին։ Փորձիր, ու դու էլ բոլոր հարցերում վստահ կլինես։ Ավագ, բայց շատ եմ սկսել անհանգստանալ, ուշ է արդեն։ Ուր է Անգելինան։ Խաղաղ սիրելիս, իմ քաղաքում ոչ մի վտանգ չի սպառնում, ոչ ոքի։ Հաստրեն ոչ միայն շնչառություն դա բացվել, այլ համարձակություն ուտել, արդեն ամպերի վրա ես, իչի։ Հողը ամուր եմ զգում ոտքերիս տակ։ Լավ ասա, մեր մեղքը որն է։ Այդքան Անգելինային սեր տվեցինք, այդքան երազանքներ կապեցինք իր հետ, ու ես անծայրածիր մոլորակում քույր ու եղբայր իրար հանդիպեցին, ու լեզուսը չի պտտվում ասեմ, սիրեցին իրար։ Սենց բան կլինի, ես խելագարվում եմ արդեն, ոնց կարար տենց բան լիներ։ Վիկտորիա,
Կամաց խոսիր, երեխին կարող գա։ Չէ ավակ, դու ասա, ոնց կարար տենց բան լիներ։ Վայ, Վիկա, կամաց խոսիր, երեխին կարող է գա։ Էրգին ինչ խմես, վատ հասնում։ Ինչքան սիրող սրտեր են ամուր կողպել իրանց սերը, բայց մենք չկարողացանք կողպել մերը, որը ոչ մեկ այն չքանդեր, մենք ուժեղ չգտնվեցինք, մեր բաժանման կողպեքն ավելի ամուր գտնվեց։ Երևի եկել ես, որ մեր սերը կողպենք, չնայած էլ ուր, արդեն կողպել ես։ Հա, ես եմ։ Ուզում ես մի հատ էլ կպի, որ հավատաս, ու տեն զարմացած աչքերով վրես չնայես։ Բայց ոնց ես եկել ստեղ։ Շատ հեշտ։ Խելոք ջան, թորին արեցիր, թե չէ, միանգամից հասկացա, որ կարոտը խեղդում է, ու տենց հայտնվեցի ստեղ։ Ինչի համար, Հենրի, ախր մենք պայմանավորվել ենք, չէ, որ գնում ես ու մենք իրար հրաժեշտ ենք տալիս վերջնական։ Բայց ով է ասում, որ ես եկել եմ։ Այսինքն։ Ես չեմ եկել, սերն է ինձ բերել։ Հենրի, բաց թող։ Իսկ եթե բաց չթողնեմ, ինչ ես անելու, գոռալու ես, որ վրացիները թափվեն գլխիս։ Դու իմ ծնողների մահն ես ուզում, Հենրի, չես հասկանում, որ մենք չենք կարա միասին լինենք։ Դու չես կարում դեմ գնաս ծնողներիդ, ես էլ չեմ կարում դեմ գնամ իմ սրտին։ Հիմա ոնց ենք անելու։ Ես կասկածներ ունեի Ֆայնայի փաղով։ Մտածում էի ինքնատվել վիրահատության գումարը, բայց դե ոնց հասկացանք ինքը չի։ Ամեն դեպքում շատ լավ աղջիկ է։ Ես շատ եմ հավանում։ Ու կուզեի, որ ձեր հարաբերություններն ավելի լուրջ ընթացք ունենային։ Ինքը լավն է։ Ընտանիքն է անհաճախ։ Ընտանիք ասելով եղբորը նկատի ունես։ Ինչի միայն եղբորը, պապն էլ տհաճ մարդ է։ Բայց ճանաչում ես, շփվել ես։ Չեմ շփվել, բայց երբ տեսա ինչ որ տհաճ բան զգացի։ Ոնց ես, հերոս։ Դիմանում եմ։ Բարդությունները հաղթահարեցիր։ Մնաց վերականգնողական շրջանը։ Իսկ այդ շրջանը միասին կհաղթահարենք։ Ես քեզ կօգնեմ։ Ինձ մի հարց հանգիստ չի տալիս։ Ինձ հետաքրքիր է, ով է իմ վիրահատության գումարը տվել։ Խնդրել է, որ գաղտնի մնա իր անձը։ Բայց լավ գոնե իմանանք, որ շնորհակալություն հայտնենք։ Խնդրում եմ, դոկտոր ջան, ասեք, այդ մարդը իմ կյանքն է փրկել։ Ես չիմանամ ով է։ Իրավացի եք։ Գաղտնիությունը գաղտնիություն, բայց բարությունը չպետք է ստվերում մնա։ Ձեր վիրահատության համար Հենրի Շախունցն է վճարել։ Ինչ։
Աշխատում ես։ Հա, տղա ջան։ Դու չաշխատես, հերին չաշխատի, ես չաշխատեմ, ուր կետա կհասնի։ Դե հերին հասկացամ, Գեր ջան, բայց ես ինչ եմ արել։ Բա դու ինչով ես զբաղված։ Դա մենակ այսօր չեմ աշխատում, էդ է քեզ նյարդայնացնում։ Հա, ինձ նյարդայնացնում է, որտեղ քո որդուն ումա ձեռներդ գեպանը չշվասելու բան ես գալի։ Լավ հասկացանք, աննա տղա է բերելու, հասկացանք։ Շատ կուզենայի քո ասացի նման ամեն ինչ անհոգ ու գունավոր լիներ իմ կյանքում։ Դու ինչ լավ տրամադրություն ես, տղա ջան։ Քեզ պատիպատ չես տալիս, որ խնդիրները լուծես։ Դե հա տրամադրությունս լավ է, բան չասացի։ Ու եթե գաղտնիք չի, ինչ ես տենց ուրախ։ Այն բեռից ազատվեցի։ Ինչ բեռ։ Ֆրիդային տարաճամփեցի։ Դու չէ ամիկա է լավ, լուրջ։ Ճամփել ես թե մի ծառը տակ թաղել ես։ Պատկերացրու, որ կարողա տենց էլ անեի։ Համիրը բախտը բերեց։ Համեն իմ բախտը բերեց, որ ձեռներս չկեղտոտեցի։ Պատկերացնում ես հայտնվեցի այն պահին, երբ որ Հերին հանդիպել էր ու ինչ-որ բան էր ուզում խոսար։ Արա ես չեմ ջոգում։ Այդ փչացածը փախչում, ինտանապես։ Հանդիպել էր, բայց չէր հասցրել ինչ-որ բան ասեր։ Մազով եմ իրավիճակը փրկել։ Եթե դի հանկարծ բերանը բացեր, ողջ կթաղեի։ Իմ ձեռքերով կսպանեի դրան։ Ես էլ զարմացա այն վրա, թե ոնց կարողացա ինձ կառավարեմ ու դրան ողջ թողնեմ։ Ապրես տղա ջան, շատ ճիշտ ես վարվել։ Եթե դրա թեման համար ենք փակված, մեզ մնում է Հենրիի սիրո հարցը ու Բագրատը իր չստացված ինտրիգներով։ Դար այդ չստացված աներդ, տեսար հարգայինից ոնց չոր դուրս պլստած։ Երևի լավ թալանել են, որ չոր դուրս են թողել։ Ինչևէ մենք պետք է լավ հետամուտ լինենք, որ այդ Բագրատը չառիթավորվի։ Ու Բագրատը չէ իմ խնդիրը, տղա ջան։ Իմ խնդիրն այն մարդն է, ով կանգնած է դրա հետևը, դրա թիկունքին։ Ով է դրա գլխի վերևը։ Ով է դրան պահում։ Ով ուզում է լինի, մի օր իր մասին լսել կտա։ Միքայել, ես տուն եմ մնում, գալիս ես։ Չէ, մնամ մի քիչ աշխատում։ Աշխատի, տղա ջան, աշխատանքը գեղես կացնում եմ արդյոք։ Կարող է գիտես անինքնասեր եմ, կամ աներես եմ, ամեն անգամ խոսք եմ տալիս, որ կգնամ ու չեմ վերադառնա, բայց շատ արագ հետ եմ գալիս։ Հերի, ես չասեցի, որ դու անինքնասեր ես։ Լսի, ես սիրում եմ, ու այդ սիրուց արդեն գժվել եմ։ Փորձում եմ, անընդհատ փորձում եմ քեզ մոռանամ, բայց չի ստացվում։ Ու ես չեմ ամաչում կամ վախենում քեզ խոստովանեմ, որ պարտվել եմ քեզ։ Դու մի անգամ արդեն ասել ես այդ մասին, Հենրի։ Դե բայց ումա պետք, որ իմ խոստովանությունները քո կյանքում ոչ մի բան չեն փոխում։ Հենրի, դու շատ ես սխալվում, եթե մտածում ես, որ իմ համար դժվար չի։ Որ ես չեմ տանջվում, չեմ սիրում ու չեմ գիտակցում, որ ես այս սիրո մեջ պարտվում եմ։ Ուրեմն ինչ ենք մենք մեզ տանջում։ Դու ուղղակի չպետք է գայիր։ Մենք առանց իրար չենք կարա։ Ինչքան էլ պայքարենք, մեկը պարտվելու ենք, եթե չգնանք մեր սիրո հետևից։ Ինչի չես ուզում հասկանես, որ ես չեմ կարա նորից ծնողներից դավաճանեմ ու ցավ պատճառեմ։ Այսինքն ինձ որ դավաճանում ես նորմալ է։ Ինձ որ ցավ ես պատճառում նորմալ է։ Բայց ծնողներիդ համար սիրտը ցավում է։ Պապայիս վիճակը շատ ծանր էր։ Հրաշքով փրկվեց։ Ու ես խոստացել եմ իրան, որ քեզնից հեռու կմնամ։ Իսկ խոստում տալուց առաջ քեզ հարց տվել ես, ի վիճակի ես հեռու մնալու։ Եթե օգնես ինձ, հա, ի վիճակի կլինեմ։ Չէ, դու հիմա լուրջ ես խոսում։ Հենրի, շատ եմ խնդրում քեզ։ Արի մի որոշ ժամանակ իրարից հեռու մնանք։ Մինչև պապաս կապակենվի։ Չես հասկանում, որ բան չի փոխվելու։ Ես չգիտեմ պատճառն ինչ է, արդեն զզվել են, չեմ էլ ուզում իմանամ։
Բայց այդ մարդիկ կոնկրետ պայքարում են, որ մեզ բաժանեն։ Արի մի որոշ ժամանակ իրար հանգիստ թողենք։ Կարող է հանդարտվեն, հանգստանան, ու այդ ժամանակ իմանանք ինչի են դեմ մեր հարաբերություններին։ Մոռացի։ Մենք պետքա հանդիպենք։ Մեզ ոչ մեկ չպետքա բաժանի։ Կհանդիպենք, ուղղակի գաղտնի, որ ոչ մեկի չվնասենք։ Ոնց, ինչի համար, ինչի էինք այդ քայլին գնացել։ Իմ համար էլ էր անսպասելի, ումից ասես կսպասեի, բայց ոչ իրենից։ Թե պետ ասեմ, որ հաճելիորեն զարմացած եմ։ Ինձ պետք չէր վիրահատություն այդ խպացած արուստի փողերով։ Իսկ կլինի դու չբարկանաս, նոր ես վիրահատվել։ Մի հիշացրու այդ վիրահատության մասին։ Ուրեմն Ֆայնան էլ գիտեր։ Ուղղակի մեզ մոտ խաղում էր։ Իսկ կարող է Ֆայնանը խնդրել Հենրիին, որ գումարը տա։ Չգիտեմ, բայց եթե Ֆայնան էլ գիտեր, ուրեմն ավելի վատ։ Ես հենց հիմա կպարզեմ։ Ինչևից է, տղան ոչ մի վատ բան չի արել։ Մենք բոլորս այդ տղայի մասին շատ վատ կարծիք ունեինք, բայց մենք մնում ենք նույն կարծիքին։ Հարգուր ջան, ինչով օգնեմ։ Ինչով պիտի օգնես, պիրոգ եմ թխել, մի կտոր կտրեմ, թեյով միասին նստենք ու բայելենք։ Հոտ ամբողջ տնով մեկ ընկել է, դրա համար էլ եկա։ Հիմա կկտրեմ։ Չէ, հիմա չեմ ուզում թողնա մի քիչ հետո էս պահին շատ լարված եմ։ Չհասկացա ինչ ես լարվել։ Հենրին մենակ ինձ ա վստահել, ես էլ մենակ քեզ կարող եմ վստահել։ Ու ինչա քեզ վստահել Հենրին։ Իմացել է Անգելինայի տեղը ու գնացել է իր հետևից Թիֆլիս։ Խնդրեմ, այդ երեխան չի խրատվում էլի։ Այսինքն։ Դե ամբողջ ընտանիքը դեմ է, բայց ինքը վազում է այդ աղջկա հետևից։ Իսկ ով է դեմ։ Մենակ պապիկն ու Միքայելը, անձամբ ես կողմ եմ, Ֆայնան կողմ է, իհարկե քո դիրքորոշումը ինչպես միշտ չգիտեմ։ Իմ դիրքորոշումը ինչ պիտի լինի, ինձ համար կարևոր է, որ այդ երեխան երջանիկ լինի։ Երջանկությունը սիրած մարդու կողքին լինելու մեջ է, ինչի այսքան ժամանակ դու այդ չես հասկացել։ Հասկացանք, հանգստացի։ Ես չեմ ուզում, որ Հենրին իմ սխալները կրկնի։ Ուզում եմ, որ ինքը պայքարի իր սիրո համար ու ես մինչև վերջ իմ տղայի կողքին եմ լինելու։ Դե որ այդպես այլ ինչ ես անհանգստանում։ Մայր եմ, չանհանգստանամ, բայց մի կողմից էլ ուրախ եմ, որ այս պահին երկրում չի։ Ինչի՞։ Դե ինչքան հեռու լինի, այնքան հավանականությունը քիչ կլինի, որ այդ կնոջը կհանդիպի։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Միքայել ուր է, պապ։ Միքայել, գործի տեղ մնաց։ Եթե պետք է, Աննա ջան, զանգի թող գա։ Թող գա իր հեղի կնոջ մոտ։ Ջերուս խանութից գա թթուվարում գերբերի։ Վարձելով թող գա։ Վայենդո, էդ ինչ լավ ասեցիր։ Չէ, վազելու կարիք չկա, ուղղակի զարմացա, որ միասին չեք։ Ես էլ զարմանում եմ, գիտես, որ տուն եմ մտնում ու տեսնում եմ բոլորը տանը չեն։ Հատկապես որդիդ Հենրին։ Աստված գիտի որտեղ է քաշ գալ այդ տղեն։ Պիրոգ եմ թխել, մի կտոր կտրեմ ուտես։ Ես թեյ հետ կուտեմ այնտեղ։ Հենց հիմա։ Դու գժվել ես, Հենրի։ Հա, կա տենց բան։ Բայց արի իմ գժությունը չքննարկենք։ Ես քեզ բան հարցրեցի ու պատասխանը չստացա։ Ախր ոնց ես պատկերացնում, Հենրի, դու մեր գաղտնի հանդիպումները, ամեն գաղտնի բան մի օր բացահայտվում է։ Մենք էլ նենց կանենք, որ հնարավորինս երկար տևի։ Հենրի, այդ իմ կողմից ստորություն կլինի։ Եթե հանկարծ բացահայտվեց, ես ոնց եմ նայելու հորս աչքերին։ Ես ախր իրան խոստացել եմ, չէ։ Ուզում ես հիշացնեմ, քանի անգամ ես ինձ խոսք տվելու։ Լավ։
Ինչը լավ։ Կանենք նենց ոնց որ դու ես ասում։ Գաղտնի կհանդիպենք։ Արի կիմանաս։ Հերի սենց ես պատրաստվում մեր հարաբերությունները գաղտնի պայսով ենք գնում։ Գնանք կիմանաս։ Խոստանում եմ, միշտ սիրեմ քեզ ու չթողնեմ, որ ինչ-որ մեկը բաժանի մեզ։ Երդվում եմ, որ դու ես իմ առաջին ու վերջին սերը։ Շարունակի, ասա, որ մեզ ոչ մեկ չի բաժանի։ Մեզ ոչ մեկ չի բաժանի, նույնիսկ մենք ինքներս։ Ապրես, ես ուրիշ բան։ Ճիշտ աստեղ խոսք ես տալիս այնտեղ խախտում, բայց ոչինչ, կարևորը խոստացար։ Ես չեմ թողնի, որ սովորության համաձայն խոստումդ խախտես։ Այս մատանին լրիվ այս պահերի համար է։ Խոստանում եմ, որ օրը կգա ու դու թաքցնելու պատճառ չես ունենա։ Տեսնենք ուր է էլի Հենրին։ Դա խառն ես, տղես։ Ու ես ամեն ինչը նրա համար, որ ես քան աղջիկների մեջից գնացիր ու կանգնեցիր թշնամուս աղջիկը գլխին։ Հետաքրքիր Աննան գիտի ուր է Հենրին։ Ալո։ Ինչ կա, լավ ես։ Լավ եմ, դու։ Կարող է պատահմամբ մեր տղեն տանը լինի։ Չէ, տանը չի, ինչ ես հարցնում։ Զանգում եմ անհասանելի է։ Դե հա, պատահում է։ Կարող է քո հանգստությամբ իմ հետ էլ կիսվես։ Չեմ հասկանում ինչ ես ասում։ Մի հատ կասես ինձ ուր է Հենրին։ Իսկ ես ինչ իմանամ Հենրին որտեղ է։ Բայց ինչի է ինձ թվում, որ դու գիտես Հենրին ուր է։ Ինձ ասում էր, որ կարող է գնա Դիլիջան, բայց հաստատ չգիտեմ։ Կպասենք Դիլիջանը, թե ուր է։ Հենրի, ես արդեն պիտի գնամ, մերոնք կանհանգստանան։ Արխային, ձերոնք գիտեն դու ինձնից հեռու ես, էդ էլ է իրանց հերիք։ Իրանց համար մենակ պայթյունավտանգային ժամանակ, երբ ես քո կողքին եմ։ Հիմա այդ դեպքն է, նենց որ ես գնացի։ Մի րոպե, Ազիզ ջան, ուր ես գնում։ Հենրի, որ դու սենց շարունակես, մեր շփումը այլևս գաղտնի չի լինի։ Ասենք, այսքան ճանապարհ եմ կտրել, եկել հասել եմ քեզ, խիղճ ունեցի։ Նենց սոված եմ, քեզ ինչ կա։ Հեսա կգնաս տուն, տաք ճաշը կուտես, կպարկես քննելու։ Իսկ ինչ ես առաջարկում, ուզում ես գաս մեր տուն, տաք ճաշ ուտես, թե որ հետս ես քաղցած լինելու մասին մոռանում ես։ Մի խոսքով գնում ենք հաց ուտենք։ Հերի չէ, որ տուն չգնամ, մերոնք կկասկածեն։ Զանգի, ասա, որ քաղաքն ես ուսումնասիրում։ Չէ, Հենրի, տենց չի լինի։ Ես գժվում եմ վրացական խոհանոցի համար, բայց մենակ ուտողը չեմ։
Հենց որ զանգում ես մամայիդ ու ասում ես, որ հաց ուտելու ժամանակ մեզ չխանգարի, լավ։ Խնդրում եմ համոզիր թող չգան։ Հորքուր իսկ ես ինչ կարող եմ անել։ Այն ինչ դու կարող ես անել, ոչ ոք չի կարող։ Դե հա, ես սիրում եմ իմ շահերը պաշտպանել։ Դե այս դեպքում էլ քո շահերը պաշտպանիր։ Դու չես հասկանում, որ գան ինչ կլինի։ Պետք չի ինձ ասել ինչ կլինի, երբ գան։ Թող գան, հետո կհասկանանք։ Մտածում ես զարմացնելու ես բոլորին։ Չէ։ Չես մտածել, որ քո իսկ վառած կրակի մեջ այրվելու ես։ Ինչ սենտիմենտալ ես դարձել, հորքուր։ Չէ, սենտիմենտալ չեմ դարձել։ Նորից եմ ասում, խոսի հետները։ Ասա, որ Բակրատի հետ խաղի մեջ չմտնեն ընդդեմ շախունցների։ Համոզի գոնե թող ինքը չգա։ Հետո մեզ տենց խնդրում, որ չգա։